Բարև ձեզ, եթերում օրվա ամփոփումն է, ձեզ հետ է Արփինե Նավասարդյանը։ 19:00-ի դրությամբ առանձնացրել ենք հետևյալ լուրերը։ Նիկոլ Փաշինյանն այսօր ազգային ժողովի ամբիոնից Ադրբեջանին առաջարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումն ու խաղաղության պայմանագիրը միաժամանակ ստորագրել։ Նույն տեղում նույն պահին ստորագրել թե առաջինը եւ թե երկրորդը։ Եթե մենք փակում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության էջը, իսկ մենք դա անում ենք, ինչ իմաստ ունի հակամարտությամբ զբաղվող կառույցի գոյությունը, հիմնավորել է կառավարության ղեկավարը։ Լայն մանդատ ունեցող Մինսկի խումբը լուծարելուց առաջ Փաշինյանն ուզում է համոզվել, արդյոք Բաքվի այդ պահանջը հակամարտությունը Հայաստանի ինքնիշխան տարածք տեղափոխելու նպատակով չէ։ Եվ մենք ուզում ենք համոզված լինել, որ Ադրբեջանը Մինսկի խմբի լուծարումը չի դիտարկում որպես Հայաստան-Ադրբեջան հակամարտությունը Ադրբեջանի տարածքում փակելուն եւ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք տեղափոխելուն ուղղված քայլ։ Եվ որպիսի կողմերի մտահոգությունները փարատվեն, այս հարցերը ըստ Փաշինյանի նույն պահին ու նույն վայրում պետք է լուծվեն։ Սա ընդ որում պաշտոնական առաջարկություն է։ Նիկոլ Փաշինյանի առաջարկին Բաքվից դեռ չեն արձագանքել։ Մայիսի 9-ը նաև մեր հաղթանակն է։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսպես բացատրեց վարչապետ Փաշինյանի մայիսի 9-ին Մոսկվա մեկնելու որոշումը, պատասխանելով մայիսի 9-ի հաղթանակի 80-ամյակի տարեդարձի տոնակատարություններին մասնակցելու շուրջ Եվրոպական միության կողմից հնարավոր բացասական արձագանքների մասին հարցին։ Այդ հաղթանակը նաև մեր հաղթանակն է, 300,000 հայ մարդ զոհվել է, դա մեր հպարտության օրերից մեկն է, եւ ես կարծում եմ վարչապետի մասնակցությունը չի կարող կապ ունենալ ԵՄ-ի եւ այլ բաների հետ։ ԵՄ-ի շատ ղեկավարներ այցելում են Ռուսաստան, հանդիպում Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ բանակցում, այսինքն Հայաստանը պետք է ամեն ինչ դնի մի կողմ, որ հանկարծ ԵՄ-ի պաշտոնյա դա իրենց տեսակետն է սա մեր, ասաց Սիմոնյանը։ Հարցին, թե ինչու անցած տարի Փաշինյանը չմեկնեց նույն միջոցառմանը, Սիմոնյանը պատասխանեց. անցած տարի այլ իրականություն էր, աշխարհը փոխվում է։ Բաքվի ռազմական դատարանում նախորդին Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատավարության ընթացքում 35-ամյա վաղեմության ցուցմունքներ են հրապարակվել։ Դրանք տեղ են գտել Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքում տեղի ունեցած իրադարձությունների առթիվ ԽՍՀՄ գլխավոր դատախազության կողմից հարուցված քրեական գործի նյութերում։ Խորհրդային քննիչների հավաքագրած նյութերի հրապարակման մեղադրող կողմը փորձել է ապացուցել, թե իբր Ղարաբաղյան շարժումը սկիզբ է առել հայկական կողմի բռնի գործողություններով, որոնք համակարգվել են Երևանից։ Քննիչները մասնավորաբար պնդել են, թե իբր Արցախում գործող հայկական ուժերը սպառազինություն են ստացել Հայաստանի տարածքից եւ այդ գործընթացը համակարգել է Վազգեն Սարգսյանը։ Հայաստանում հավաքագրված ֆինանսական միջոցներն ըստ խորհրդային դատախազության ուղղվել են Ռոբերտ Քոչարյանին, դրանց առաքմամբ զբաղվել է Վազգեն Մանուկյանը։ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը վերահաստատել է, որ իշխանափոխության իրենց ծրագրերն ուժի մեջ են։ Մեր նպատակակետը հստակ է եւ անփոփոխ։ Այս պահին առաջնահերթ խնդիրը կապիտուլյանտ իշխանություններից ազատվելն է։ Եթե մեզ հետ կողք կողքի երբեմնի պայքարողների նպատակն այսօր այլևս նույնը չէ, մեր ճանապարհները չեն կարող մեկտեղվել, ասել է Սարգսյանը ՀՀԿ-ի հիմնադրման 35-ամյակին նվիրված նիստում։ Երրորդ նախագահը, ով իր վարչապետության 7-րդ օրը հրաժարական է ներկայացրել 2018-ի իրադարձություններն իր խոսքում իշխանազավթում որակեց պնդելով. ինքն ու իր թիմը 7 տարի առաջ պարտվել են տարածաշրջանում իրենց հաշվարկներն ունեցող ուժերին, ում պատկերացումները Հայաստանի եւ Արցախի մասին չեն համապատասխանում հանրապետականի պատկերացումներին։ Բացի այդ, մոտ մեկ ժամանոց ելույթում Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կարմիր գծեր չունեցող կապիտուլյանտ անվանեց։ Ապրիլի 15-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ։ Այս մասին հայտնում է արտաքին գործերի նախարարությունը։ Զրույցի ընթացքում նախարարները քննարկել են Հայաստան-Ֆրանսիա երկկողմ գործընկերության օրակարգային հարցեր։ Միրզոյանը ներկայացրել է տարածաշրջանում անվտանգային իրավիճակը եւ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ուղղված շարունակական ջանքերը, այդ թվում ընդգծելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի կնքման կարեւորությունը։ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել այդ ուղղությամբ Ֆրանսիայի, այդ թվում նախարար Բարոյի կողմից ցուցաբերված հետաքրքրությունը։ Ի տարբերություն Գյումրիի նախորդ ընտրությունների, քաղաքացիական պայմանագիրը 2021 թվականի ընտրություններին 20 քանի տոկոս էր հավաքել եւ զբաղեցրել էր երկրորդ տեղը։ 2025 թվականին, այսինքն վերջին ընտրություններին, ԿՊ-ն առաջին տեղում է իր հավաքած 36%-ով։ Այս մասին ազգային ժողովում ասաց ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն անդրադառնալով վերջին թիմ ընտրությունների արդյունքներին եւ հարցին, արդյոք 2026 ընտրություններին եւս պարտություն չեն կրի։
2026 թվականին մենք կրկին փորձելու ենք անել հնարավորը, որպեսզի ստանանք հանրության մեծամասնության աջակցությունը։ 2026 թվականին ժողովուրդը ցույց կտա, թե ինքն ինչ է մտածում, ինչ է ուզում, ասաց նա։ Դիտարկմանը Փաշինյանի հանդեպ անվստահություն կա, խոստումները չի կատարել, Հռոբինյանն ասաց։ Դա ձեր գնահատականն է, ես նույն կերպ հիշում եմ 2021 թվականին ոնց էին ձեզնից բոլորը նույն հարցերը տալիս, պնդում, որ քաղաքացիական պայմանագիրը եւ վարչապետը չունեն վստահություն։ Գելապ կար մի հատ, ասում էր Ռոբերտ Քոչարյանն է հաղթելու։ 2021 թվականի ընտրությունները ցույց տվեցին ժողովուրդը ինչ է իրոք մտածում։ Հիմա 2026 թվականին նույնպես ընտրությունները ցույց կտան, թե ժողովուրդը ինչ է մտածում։ Նա երբ մեր մասին վատ բան է ասում, մեր վարկանիշը բարձրանում է, ես նույնիսկ առաջարկում եմ պարոն Սարգսյանին իր դեմքով հանդես գալ ընտրություններին, մասնակցել հանրային հեռուստատեսության բանավեճին, որ նախատեսված է օրենքով քարոզարշավ անցկացնել։ Այս մասին ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, «Ձեր համբուրած էշին մեր դռանը մի կապեք»։ Քաղաքական գործչին, որը նման հայտարարություններ է անում, ճիշտ տրամաբանությունը դա է։ Ինչ վերաբերում է այդ բառերին կապիտուլյանտ եւ այլն, մենք արդեն ասել ենք, ինքն արդեն հայ ազգի կողմից մերժված եզակի անձնավորություն է։ Կապիտուլյանտն էլ է ինքը, որովհետեւ այն ամենը, ինչը որ նա արել է Հայաստանի բանակի հետ, այն ինչ որ արել են Ղարաբաղի հետ, կարծում եմ այնպես չի, չէ, որ մի գիշերվա հետևանք էր 2020-ին տեղի ունեցածը, ասաց Սիմոնյանը։ Ապրիլի 15-ին անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Բրյուսել կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է պաշտպանության հարցերով եվրոպական հանձնակատար Անդրյուս Կուբիլյուսի հետ։ Անվտանգության խորհրդի գրասենյակից տեղեկացնում են, որ զրուցակիցները քննարկել են պաշտպանության եւ ռազմաարդյունաբերության ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները։ Արմեն Գրիգորյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության կողմից պաշտպանական եւ ռազմական արդյունաբերությունը զարգացնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները եւ ոլորտային առաջնահերթությունները։ Իր հերթին Կուբիլյուսը մանրամասն ներկայացրել է պաշտպանության եւ ռազմաարդյունաբերության ոլորտում եւ առաջնահերթությունները եւ դրանց շրջանակներում մշակված ռազմավարական հայեցակարգերից բխող գործողությունների ծրագիրը։ Անվտանգության խորհրդի քարտուղարը գոհունակություն է հայտնել խաղաղության եվրոպական գործիքակազմի միջոցով Հայաստանի Հանրապետությանը տրամադրված օժանդակության վերաբերյալ, կարևորելով այն Հայաստանի դիմակայունության բարձրացման տեսանկյունից։ Այսօր ապրիլի 15-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում ժամը 14:00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 46-ամյա Խաչիկ Հն իր վարած Lexus GX 470 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 31 կիլոմետրի հատվածում դեպի Երևան ընթանալիս ընկել է ձնասահքի մեջ, ապա չկարողանալով կառավարել ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մի քանի ծառի։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մեկ հոգի, ով հղի կինը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է Չարենցավան բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է հիվանդանոց տեղափոխվածի ինքնությունը։ Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել նաև Կոտայքի մարզում ժամը 16:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 34 կիլոմետրի հատվածում բախվել են Երևանի բնակիչ 27-ամյա Տիգրան Այվարազ Toyota Camry մակնիշի եւ Գեղարքունիքի մարզի բնակիչ 36-ամյա Էմինայի վարած Chevrolet Volt մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Վթարի փաստով Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։ Կհանդիպենք վաղը, առողջ եղեք։